ամենից խաղաղ տարիները Հայաստանի Հանրապետությունում եղել են ինձ իմ նախագահության տարիները։ 19 թվականին տեսնում էի պրոբլեմներ մեր զինված ուժերում, 20-ին համոզվում էի։ Ինչպիսին էին Հայաստանի երկրորդ նախագահի խաղաղ տարիներն ու իրականում Հայաստանի զինված ուժերը երբ ինչ պայմաններում կորցրեց բալանսը, տարբեր տարիներին հնչող հարցերի հարցը նորից ներքաղաքական օրակարգում է։ Երբ որ այդ փաթեթը հրապարակվի, կտեսնեք ոնց է Սերժ Սարգսյանը իր ձեռքով գրել եւ ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է։ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բալանսի մասին ինչ են ասում թվերն ու փաստերը։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինստիտուտի տվյալներով Երևանի եւ Բաքվի միջև ռազմական ճեղքվածքը տասնամյակների պատմություն ունի։ 1995-2003 թվականներին ռազմական բալանսը մեծ հաշվով հավասարակշռված էր։ Ղարաբաղի առաջին պատերազմի ավարտից հետո երկու երկրում էլ ռազմական ծախսերը ցածր էին։ Պայմանական 94 թվականին եւ մի քանի տարի դրանից հետո Հայաստանը ինչ-որ իմաստով երևի դաժե ավելի մի քիչ ավելի լավ տնտեսական վիճակում էր գտնվում, քան Ադրբեջանը եւ տնտեսական աճել ավելի շատ ուներ, քան Ադրբեջանը։ 2004-ից սկսած Ադրբեջանի նավթային եկամուտները տասնապատկում են ռազմական բյուջեին, այս շրջանը դառնում է տարածաշրջանի ռազմական հավասարակշռության խախտման շրջադարձային կետը։ Սիփրի տվյալներով Ադրբեջանի ռազմական ծախսերը այդ տարիներին աճում են մինչև 7 անգամ։ Եթե 1998-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում էր Հայաստանի ռազմական բյուջեին 1.5 անգամ, ապա 2008-ին արդեն հարաբերակցությունը ավելի քան 4 անգամ էր։ Ինչու Հայաստանի երկրորդ նախագահի կառավարման շրջանում 2000-ականներից հետո բալանսը կտրուկ փոխվեց։ Փորձագետների պնդմամբ խնդիրը միայն փողը չէր։ 2000-ականների սկզբից հենց ռազմական բալանսը գիտական տեսակետից, դոկտրինալ տեսակետից եւ կիրառման տեսակետից խախտվեց, այսինքն Ադրբեջանը փաստեց, որ ինքը տարվել է հին մեթոդներ օգտագործելով ու որոշեց նոր արևմտյան ստանդարտներ կիրառի, իսկ մենք հակառակը լինելով բավականին առաջադիմական, բավականին հեղափոխական բանակ առաջի պատերազմի վերջին, որոշեցինք վերադառնանք հին սովետական ստանդարտների։ 2009-2010 թվականների ռազմական բալանսն արդեն զգալիորեն փոխված էր, թեև Ադրբեջանը ռազմական ծախսերով մի քանի անգամ առաջ էր Հայաստանից, այդուհանդերձ այդ տարիներին Բաքուն ստիպված էր կրճատել պաշտպանական բյուջեն 1.6 միլիարդից դարձնելով 1.4 միլիարդ դոլար։ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կտրուկ հարվածել էր նաև նավթի պահանջարկին։ Գլոբալ ճգնաժամը թեև կրճատեց տնտեսության աճը նաև Հայաստանում, բայց ռազմական ծախսերը որոշ տատանումներով պահպանվեցին։ 2011 Ադրբեջանի ռազմական բյուջեի պատմության ամենաթռիչքային տարին էր։ Բյուջեն կրկնապատկվում է հասնելով 3 միլիարդ դոլարի։ Ադրբեջանը ստորագրում է զենքի գնման ամենամեծ գործարքները։ 2011-ին Իլհամ Ալիևը հրապարակային պիտի հայտարարեր, Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ամբողջ բյուջեն։ Նույն տարիներին Հայաստանի անվտանգային բյուջեն փոքրինչ նվազում է։ 2011-ին Հայաստանի պաշտպանական բյուջեն ընդամենը 390.9 միլիոն դոլար էր, այսինքն Ադրբեջանը տասնապատիկ ավելի էր սպառազինվում։ Ամենաուշը 2011 թվականից, երբ որ Կազանում էլ չստացվեց պայմանավորվել եւ երբ որ կողմերը վերջի անգամ երևի կարելի ասել մոտ էին պայմանավորվելուն, դրանից հետո ինձ թվում է հաստատ իրանք արդեն ռազմական ճանապարհը դիտարկում էին եւ 2016 թիվը եղավ նաեւ որպես տենց թեստ։ Սիփրի տվյալներով Ադրբեջանը 2018-20 թվականներին ռազմական ծախսերը մեծացրել է 1.6 միլիարդից մինչև 2.2 միլիարդ դոլար։ Նույն թվականներին կտրուկ աճում է Հայաստանի պաշտպանական բյուջեն։ Պատերազմի տարում մինչդեռ Ադրբեջանը ծախսում էր մոտ 3.5 անգամ ավելի։ Պատերազմից հետո երկու երկրների բյուջեները մտան վերաիմաստավորման փուլ։ Հայաստանը բարձրացրեց պաշտպանական ծախսերը, փորձեց վերազինել բանակը նոր դոկտրինով։ 2021-ի համեմատ 2025 թվականին Հայաստանի պաշտպանական ծախսերն աճեցին 2.6 անգամ 650 միլիոն դոլարից հասնելով 1.7 միլիարդ դոլարի։ Պաշտպանական բյուջեների համատեքստում ռազմական գնումները որոշիչ նշանակություն ունեցան։ Մինչև 2022 թվականը Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված էր ռուսական սպառազինությունից։ Իրենք ամեն ինչ զիջել են Ռուսաստանին, իրենք համարում են, որ ամեն ինչով տրված են Ռուսաստան եւ դրա դիմաց Ռուսաստանը պետք է Հայաստանին պաշտպանի։ Բայց լրիվ հակառակն էր։ Ռուսաստանը տեսնելով, որ Հայաստանը մեկ է իրենց գրպանում է, որոշեցին Հայաստանի շահերի հաշվին նաեւ Ադրբեջանը իրենցով անեն։ Սիփրի տվյալներով 2011-20 թվականներին Ռուսաստանը ապահովում էր նաև Ադրբեջանի ռազմատեխնիկական ներկրումների մոտ 2/3-ը։ Միայն 2010-ականների սկզբին Մոսկվան Բաքվի հետ կնքել է շուրջ 4 միլիարդ դոլարի սպառազինության խոշոր փաթեթ։ Հենց այդ տարիներին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց տեքստով դժգոհում էր Մոսկվայից ու հայտարարում, որ հայկական կողմը կռվում է 80-ականների զենքով։ Ցավ ենք զգում, երբ որ Ռուսաստանը եւ ոչ միայն Ռուսաստանը
այլ այդ կառույցի անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին։ Բայց դուք շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են ազդելու այդ process-ի վրա։ Հետագա հարցազրույցներում Սարգսյանը պիտի հավելեր, որ այդ հարցը ուղիղ բարձրացրել է Մոսկվայի առաջ, սակայն ռուսական պատասխանն ամեն անգամ նույնն էր՝ բալանսի պահպանություն եւ պարզապես բիզնես։ Դա այն շրջաններ, երբ որ թափով հարստանում էին Հայաստանի իշխանությունները, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը իրենց ամբողջ շրջապատով, իրենց ոսկեդարներ, Հայաստանի կործանման հիմքերն էր դրվում, բայց իրենց համար դա ոսկեդար էր։ Եթե Հայաստանը ունենար մենակ 80-ականների զենք 2020 թվականին, դա բավականին պոզիտիվ կլիներ, բայց մեր պարագայում մենք ունենք 40-ականների 50, երկրորդ համաշխարհայինից հետո պայմանական արդեն դուրս եկած մոդելներ, օրինակ նույն D20, D30 թնդանոթները դա 40-ական, 50-ական թվեր են։ Ադրբեջանի սպառազինություն մատակարարած երկրորդ խոշոր երկիրը Իսրայելն է։ Ստոկհոլմյան ինստիտուտի համաձայն այդ մատակարարումների մեծ մասը տեղի ունեցել 2016-20 թվականներին, ընդ որում Իսրայելին բաժին է ընկնում այդ ժամանակահատվածում Ադրբեջանին մատակարարված սպառազինության 69%-ը։ Զեկույցի համաձայն Ադրբեջանին զենք մատակարարող երրորդ խոշոր երկիրը հապկում Հայաստանի դաշնակից Բելարուսն է։ 2011-20 թվականներին Բելարուսին բաժին է ընկել Ադրբեջանի ներմուծած սպառազինության ավելի քան 7%-ը։ Ադրբեջանի զենք մատակարարած չորրորդ խոշոր երկիրը Թուրքիան է, որին բաժին է ընկել 2011-20 թվականներին Ադրբեջանի ներմուծած սպառազինության շուրջ 3%-ը։ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը զինամթերքի լայնածավալ գնումներ է իրականացրել Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, Սերբիայից եւ Սլովակիայից։ Բացի այդ, Ադրբեջանը գաղտնի կերպով այլ ռազմական տեխնիկա է ձեռք բերել Իսրայելից, արդիականացրել իր ավիացիոն հնարավորությունները։ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմատեխնիկական հարաբերությունները խաթարվեցին 2021 թվականից, երբ Մոսկվան $400 միլիոն սպառազինության մեծ մասն այդպես էլ չմատակարարեց։ 2022 թվականից սկսած Հայաստանը պատմության մեջ ամենանշանակալի գնումներն իրականացրեց այլ ուղղություններով, որոնք գնահատվում են շուրջ $2 միլիարդ։ Ես տեսել եմ վերջին շրջանում, վերջին տարիներին բանակում սպառազինության ընդունված տարբեր զենքեր, ընդ որում խոսքը սկսած տարատեսակ հրետանիների միջև չգիտեմ, ռադիոլոկացիոն միջոցներ, հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք որ իրապես ժամանակակից զենքեր են։ Շատ տարբերվող զենքեր են։ Սիփրի ուսումնասիրությամբ 2022-24 թվականներին Հայաստանի ներկրումների շուրջ 43%-ը եղել է Հնդկաստանից։ Հայաստանի հաջորդ խոշոր ռազմական գործընկերը Ֆրանսիան է։ Տարբեր տեսակի գնումներ կան նաև այլ ուղղություններով, որոնց մասին պաշտոնական Երևանը լռում է։ Շատ մեծ տեսականու, մեծ քանակի զենք ու զինամթերք է Հայաստանը գնել ու եղել են օրինակ, եթե նույն, ասենք ֆրանսիական Սեզարից խոսանք, մի ասենք հեսա օրինակ է, որ Հայաստանը գնել է գրեթե աշխարհում ամենալավ զենքը այդ կատեգորիայի։ 4 տարի առաջ դրա մասին նույնիսկ ես անձամբ չէի երազում։ Իրոք ինքը շատ ժամանակակից ռուս-ուկրաինական պատերազմի, նույնիսկ հայ-ադրբեջանական պատերազմից հետևություններ արված ու ստեղծված զենքեր են դրանք, որոնք ասում եմ մեր բանակին, օրինակ մեր սպայակազմն ու զինվորներին այդ բազենքերին տիրապետելու համար պետք է իրենց ինտելեկտուալ մակարդակը բարձրացնեն։ Չնայած Հայաստանի նախկին երկու ղեկավարները մեղադրում են գործող իշխանությանը 44-օրյա պատերազմը հրահրելու համար, միջազգային հեղինակավոր կենտրոնները դեռ 2005-ից սկսած պարբերաբար զգուշացնում էին Ադրբեջանի ռազմական ծախսերի կտրուկ աճը, զենքի անհամաչափ ներմուծումները եւ նոր տեխնոլոգիաների կիրառումը աստիճանաբար խախտում են ռազմական բալանսը եւ մեծացնում լայնամասշտաբ պատերազմի ռիսկը։ Անկամ եթե միջազգային միջնորդությամբ բանակցություններում որևէ բան արվում է, գործնականում պատերազմի վերսկսումը շատ հավանական է։ Միջազգային ճգնաժամային խումբը դեռ 2005-ին գրում էր, որ խաղաղ կարգավորման հնարավորությունը սպառվում է եւ որ սպառազինության մրցավազքը մեծացնում է նոր պատերազմի ռիսկը։ 2 տարի անց նոր զեկույցը պիտի արձանագրեր, որ Ադրբեջանի զինուժի արագ վերազինումը հայկական կողմի ստրատեգիական խոցելությունը կոնկրետ վտանգ է ստեղծում պատերազմի վերսկսման համար։ Կա իրական ռիսկ, որ հակամարտությունը կթեժանա առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Նույն նախազգուշացումները կային 2016-ին Կենտրոնական Ասիա Կովկաս ինստիտուտի հրապարակած զեկույցում։ Ուրեմն մենք $100 միլիոն ավել գումար չունենք այդ 10 քանի տարիների ընթացքում, որ ավելի շատ զենք ձեռք բերենք։ Իհարկե ունենք։ Ուղղակի մսխվում էր, թալանվում էր, դղյակներ էին կառուցում, դրսերում
կղզիներ էին առնում։ Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությանը օրեր առաջ տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մի ուշագրավ հայտարարություն է արել։ Mən deyərdim ki, 2008 o nöqtə idi ki, Հենց 2008 թվականին Ադրբեջանը իր ներսում վճռեց, որ առաջին հերթին պետք է պատրաստվենք պատերազմի։ Փորձագետները եզրահանգում են, թվերը, փաստերը, վիճակագրությունն ու վերջապես Բաքվի ինքնախոստովանությունը կոտրում են այն թեզը, թե պատերազմի կայծը Երևանն է տվել։ Վոլոդիա Մուշեղյան, Աշոտ Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, Հակոբ Թումանյան եւ Գևորգ Նահապետյան, Կիրակնորյալ ուրեր։